Պաշտոնական Երևանը հերքում է Բաքվի հայտարարությունը, թե ապրիլի 9-ին ժամը 23:50-ի սահմաններում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Բաքուն այսօր առավոտյան հայկական կողմին մեղադրել է մասնավորապես Տավուշի շրջանի դիրքերից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու համար, նշելով, որ իրենք էլ համարժեք քայլեր են ձեռնարկել։ Նախորդին Բաքուն նման երկու հաղորդագրություններ տարածել հայկական կողմին նախ մեղադրելով Վարդենիսի եւ Վերին Շորժայի դիրքերից փոքր տրամաչափի զինատեսակներով ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու, ավելի ուշ Տավուշի դիրքերից հրադադարը խախտելու համար։ Երկու հաղորդագրություններն էլ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքել է։ Հայաստանի եւ Իրանի համատեղ զորավարժությունները խաղաղ բնույթ են կրում, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Վալիոլլահ Մանին։ Նրա տեղեկացմամբ վարժանքները տեղի են ունենում հայ-իրանական սահմանի Նորդուզ շրջանում, սահմանային անվտանգությունն ապահովելու նպատակով։ Ապրիլի 9-ից 10-ը համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին նախորդին հայտնել էր Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Ըստ հայկական կողմի զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ։ Կոտայքի մարզի Քասախ համայնքի բնակիչները վաղ առավոտից կրկին փակել են Երևան-Աշտարակ ճանապարհը։ Նրանք պահանջում են, որ չհանվի ավտոբուսային թիվ 59 երթուղին։ Նախորդին Պրոշյան եւ Քասախ համայնքների բնակիչները կառավարությունում հանդիպել էին պատկան մարմինների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման արդյունքում Պրոշյանի տրանսպորտի հարցը մասամբ լուծվել է թիվ 25 երթուղու հետ կապված, սակայն Քասախը սպասարկող թիվ 59 երթուղին հանվում է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հետ միջուկային համաձայնագրին վերադառնալու վերաբերյալ երկու երկրների պաշտոնյաների հանդիպումից օրեր առաջ կրկնել է ռազմական գործողություններ սկսելու իր մտադրությունը, եթե Թեհրանը չընդունի համաձայնագիր կնքելու իր առաջարկը։ Նա միաժամանակ հայտարարել է, թե Իսրայելը կլինի հնարավոր ռազմական գործողությունների առաջնորդը։ Թրամփն ասել է, թե ուզում է, որ Իրանը հիանալի լինի եւ միակ բանը, որ չի կարող ունենալ Թեհրանը, միջուկային զենքն է։ Ապրիլի 12-ին Օմանում նախատեսված են բանակցություններ Միացյալ Նահանգների եւ Իրանի պատվիրակությունների միջև։ Թեհրանը հայտարարել է, որ դրանք լինելու են անուղղակի բանակցություններ, մինչդեռ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ բանակցությունները լինելու են ուղիղ։ Ավելի քան 75 երկրների համար ամերիկյան մաքսատուրքերի սահմանումը 90 օրով կասեցվել է, քանի որ այդ երկրները պատասխան միջոցներ չեն ձեռնարկել Վաշինգտոնի դեմ։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Այդ ժամանակահատվածում նաև փոխադարձ մաքսատուրքի 10% իջեցում է սահմանվել։ Ապրիլի 2-ին Թրամփը հրամանագիր էր ստորագրել այլ երկրներից ներմուծվող ապրանքների համար փոխադարձ մաքսատուրքեր սահմանելու մասին։ Բազային նվազագույն տոկոսադրույքը կկազմի 10%։ Երկրների մեծ մասի համար սակայն սահմանվել է ավելի բարձր տոկոսադրույք։ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է 40,000 եվրոյով Թբիլիսիում կայացած Վրաստան-Հայաստան հանդիպման ժամանակ վրացի երկրպագունների կողմից խաղադաշտ ներխուժելու, լազերային լույսեր եւ պիրոտեխնիկա օգտագործելու, ելքերը փակելու համար։ UEFA-ի որոշմամբ Վրաստանի հավաքականը մեկ տնային հանդիպում կանցկացնի առանց երկրպագունների։ Այս որոշումը ներառում է նաեւ 2 տարվա փորձաշրջան։ Մարտի 23-ին Վրաստան-Հայաստան պատասխան հանդիպումից հետո Վրաստանի հավաքականի երկրպագունները ներխուժել էին խաղադաշտ, իրեր նետել հայ երկրպագունների ուղղությամբ։